Այսօր վաղ առավոտյան Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են Գյումրիի քաղաքապետարան, փակել մուտքի դռներ ու քաղաքապետարանի աշխատակիցներին, ավականու անդամներին չեն թույլատրել մտնել ներս։ Քաղաքապետարանում քաշքշուկ է եղել իրավապահների և հավաքվածների միջև։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իրավապահները մեկուսացրել են, լրատվամիջոցներին հայտնել է նրա խորհրդականը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է մեջբերում Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Կոմիտեն նաև տեսանյութ է հրապարակել գործի մասին։ Գյումրի համայնքի ղեկավարը եւ գլխավոր ճարտարապետը տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1 կոտորակ 9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման։ Եկել են նախնական համաձայնության քաղաքացու հետ մտնել կոռուպցիոն գործարքի մեջ, խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին, կազմել շինությունն իբրև քանդված եւ նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն, դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով 4 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարի կաշառք։ Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը գյումրեցիներին կոչ է արել շրջափակել քաղաքապետարանը։ 100 հոգուց ավելի զինված մտել են քաղաքապետարան, պարալիզացրել են ամբողջ աշխատանքը, ժողովրդի կանայք աղջիկներ կային, բոլորը վախի մեջ, մի ահավոր սարսափելի իրավիճակ է։ Ժողովուրդ, գյումրեցիներ, ով սիրում է իր հարգում է քաղաքը, հելեք, պաշտպանեք ձեր օրենքով, օրենսդրորեն ընտրված քաղաքապետի շահերը, եկեք շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկատարեն։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դուրս է եկել առանձնասենյակից եւ հայտարարել, որ պատրաստ է ներկայանալ իրավապահ մարմիններին Երևան։ Ինձ լսեք, ոչ եմ ամեն ինչ նորմալ կլինի, գնում ենք, թող նայեն ինչ օր է, ոնց որ պետք է։ Ինչ ուզում է լինի։ Դրանից հետո ամեն ինչ երևա, ամեն ինչ կանենք։ Բեռնատարների վարորդներն այսօր կրկին բողոքի ակցիա են արել կառավարության շենքի դիմաց։ Վարորդների հիմնական պահանջն է, որ Հայաստանի գործադիր իշխանությունը բանակցություններ վարի ռուսական կողմի հետ։ Նրանք խնդրում են, որպեսզի Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենքների վերջին խստացումները չտարածվեն իրենց վրա։ Նոր կարգավորումների համաձայն մեկ տարվա ընթացքում նախկին 180 օրվա փոխարեն բեռնատարների վարորդները այժմ կարող են Դաշնությունում մնալ 90 օր։ Ինչպես նշել են ակցիայի մասնակիցները, կանոնները խախտելու դեպքում վարորդները տուգանվում են, ձերբակալվում, այնուհետև արտաքսվում 3-ից 5 տարվա մուտքի արգելքով։ Այդտեսի բանի տեղ չտերեցինք, հունվարի 1-ով կրնան լրիվ փակեն, շրջափակման մեջ մտնենք։ Սաղ դե տեղյակ եք, թե Վրաստանում էլ ինչ կկատարվի մեր հայ բեռնափոխադրողների համար։ Հայաստանի վարչապետը Վատիկանում այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցուն կից գործող Լևոնյան վարժարան, հանդիպել տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք ամենապատիվ եւ գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Իա Մինասյանին եւ վարժարանի սաներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին եւ մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակել նաեւ քրիստոնեական արժեքների տարածման եւ պահպանության աշխատանքների, ինչպես նաեւ մի շարք այլ հոգեվոր եւ հասարակական թեմաների մասին։ Նիկոլ Փաշինյանը Վատիկան էր մեկնել մասնակցելու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի եւ եւս 6 երանելիների սրբադասման արարողությանը։ Այն հանդիսապետել է Հռոմի Պապ Լևոն 14-րդը։ Ի պատիվ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի Սուրբ Պետրոսի հրապարակում հնչել է հայերեն աղոթք։ O Ecclesia Sancta Dei Թողան միշտ անսասան բահե հավատքի թավանանքը։ Սիրելի ուխտավոր զավակներ մեր, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Մայր տաճարում մատուցված կիրակնօրյա ժամերգության ժամանակ անդրադարձել է Միքայել Բագրատ Մկրտիչ սրբազանների եւ ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը դատապարտելով տեղի ունեցածը։ Մեր սրտերը ծանրացած են տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով եւ կեղծ մեղադրանքներով կալանավորվել նրանք, ասել է Գարեգին II։ Նա իշխող ուժի գործողությունները որակել է հակաեկեղեցական եւ դատապարտելի։ Հայրապետի խոսքով, չնայած այս գործողություններին հայ առաքելական Սուրբ եկեղեցին անսասան կմնա հզոր եւ հավատավոր իր ժողովրդով եւ նույն նվիրումով շարունակելու է իր տերունական առաքելությունը
հուսակերտ եւ բարեզարդ ծառայելով ազգին ու հայրենիքին։ Գարեգին II կոչ է արել հավատացյալներին ամուր մնալ հավատքի եւ սիրո մեջ, չընկրկել դժվարությունների ու փորձությունների առջև։ Կիրակնօրյա ժամերգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հազարավոր քաղաքացիներ մեր ձևով շարժման անդամների հետ միասին ուխտի են գնացել Սուրբ Էջմիածին։ Ժամերգությունից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել մոմավառություն։ Սրանք օրվա կադրերն են թռչնի թռիչքի բարձրությունից։ Դեպի Էջմիածին կիրակնօրյա աղտագնացության մասին մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է շաբաթ ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ ի աջակցություն կալանավորված սրբազանների ու ազգային բարերար Սամվել Կարապետյանի։ Դեպի ԱԱԾ շենք երթից առաջ Ազատության հրապարակում տեղի էր ունեցել մեծ հանրահավաք, որի ընթացքում մեր ձևով շարժումը հայտարարել է 88-ի անկախության եւ արցախյան շարժումներից հետո համազգային երրորդ շարժման մեկնարկի մասին։ Մենք մեր ձևով շարժման անդամները եւ կամավորները սկսում ենք երրորդ շարժումը, Հայաստանի վատ շրջանի ավարտի շարժումը եւ վերակառուցման շարժումը։ Մենք պետք է բոլորս պատրաստ լինենք եւ աշխատենք եւ գնանք դեպի ընտրություններ։ Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը ունի հնարավորություն արդար ընտրություններով, լավ աշխատանքով իշխանությունից հեռացնել այս խմբակին։ Ինչպես ենք մենք իշխանությունից հեռացնելու նրան, եթե նա ունի պետական ռեսուրսներ, նա ճնշումներ է գործադրելու, նա մարդկանց տիպողաբար տանելու է ընտրելու, ես կարող եմ ասել այդ ժամանակ, հաղթանակը պետք է լինի այնպես, որ իրենց տիպողաբար ընտրած 10,000, 20,000 այդ մարդկանց ձայները վերջնական արդյունքի վրա տարբերություն չտան, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարտությունը լինի անվերապահելի։ If you okay tomahawks. Վաշինգտոնում Ուկրաինայի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ հիմա են, կոչ անելով կողմերին դադարեցնել մարտական գործողությունները եւ սկսել խաղաղ բանակցություններ։ Նրա խոսքով պատերազմը պետք է ավարտվի այսօր եւ հիմա, իսկ երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն փոխզիջումների։ Թրամփը բաց տեքստով ասել է, որ Տոմահակ հեռահար հրթիռների մատակարարումը Ուկրաինա կարող է առաջացնել անվերահսկելի էսկալացիա Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ վնասել ԱՄՆ-ի անվտանգությանը։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ Թրամփ-Զելենսկի հանդիպումը անցել է լարված մթնոլորտում։ Թրամփը Զելենսկիին ներկայացրել է քարտեզներ եւ փորձել համոզել, որ Ուկրաինան ընդունի այն որպես ապագա սահմաններ։ Եթե Կիևը չընդունի բանակցային տարբերակը, պատերազմը կարող է ավարտվել Ուկրաինայի կործանմամբ, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Հանդիպումից հետո Զելենսկին ասել է, որ պաշտոնական խոստումներ չկան, բայց մենք չենք դադարեցնի մեր պայքարը եւ չենք գնա զիջումների։ Չնայած ուկրաինական կողմի հիասթափությանը, Կրեմլը ողջունել է Թրամփի առաջարկը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան գնահատում է Վաշինգտոնում իրականության գիտակցումը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների, նախորդին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Թրամփին առաջարկել է Ուկրաինայից պահանջել Դոնբասի եւ Ղրիմի ճանաչում որպես ռուսական տարածք, խոստանալով դադարեցնել պատերազմը։ Մենք չենք ընդունի այն լուծումը, որը կնշանակի մեր տարածքների կորուստ, ասել է Զելենսկին Կիև վերադառնալուց հետո։ Ռուսաստանում այս ամենը ներկայացվել է որպես դիվանագիտական հաղթանակ։ Պաշտոնական Մոսկվան շեշտել է, որ ԱՄՆ-ն վերջապես հասկացել է, Ուկրաինան չի կարող պատերազմում հասնել արդյունքի առանց Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների։ Առաջիկայում ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպում է սպասվում Հունգարիայում։ Նախատեսվում է, որ Պուտին-Թրամփ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 30-ին կամ 31-ին։ Իսրայելի եւ Համաս շարժման միջև կնքված ԱՄՆ նախագահի հրադադարի համաձայնագիրը խախտվել է մի քանի օր տևած հրադադարից հետո Գազայի կենտրոնը կրկին հրետակոծվել է։ Իսրայելը փակել է քաղաքի մուտքը մարդասիրական օգնություն բերող բեռնատարների համար։ Վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի եւ Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը փակ կլինի, մինչև Համասը կվերադարձնի իսրայելցի բոլոր պատանդներին։ Այս բռնկումների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ
պատրաստվում է քննել հրադադարի ռեժիմի խախտման դեպքը։ Մենք ցանկանում ենք համոզվել, որ Համասի հարցում ամեն ինչ կընթանա հնարավորինս խաղաղ ձևով։ Նրանք բավականին անզիջում են։ Հնարավոր է Համասի ղեկավարությունը հրադադարի խախտման հետ կապ չունի, եւ դա եղել է շարժման ներսում գործող անհնազանդ խմբերի նախաձեռնությամբ։ Մենք այս հարցը պատշաճ ձևով կլուծենք, ասել է Թրամփը։ Վերջին տասնամյակների մշակութային ամենախոշոր կողոպուտն է տեղի ունեցել Փարիզի Լուվրի թանգարանում։ 3 դիմակավորված անձին գողացել են Բոնապարտի կայսերական ընտանիքի հավաքածուին պատկանող արժեքավոր 9 զարդ, այդ թվում թագեր, վզնոցներ եւ կրծքազարդեր։ Կողոպուտը տևել է ընդամենը 7 րոպե։ Փարիզի քաղաքապետը տեղի ունեցածը համեմատել է 1911 թվականին Մոնալիզայի կտավի գողության հետ, նշելով, որ թանգարանը ավելի քան 1 դար չէր դարձել նման հարձակման թիրախ։ Հանցագործները մանրակրկիտ պլանավորել են գործողությունը օգտվելով շինարարական աշխատանքների պատճառով առաջացած անվտանգային բացերից։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լուվրի կողոպուտը անվանել է հարձակում Ֆրանսիայի պատմության եւ մշակույթի դեմ։ Միջադեպից հետո 24 ժամ անց Լուվրի թանգարանը մասամբ բացվել է այցելուների համար, փակ է Ապոլոնի պատկերասրահը մինչև հետաքննության ավարտը։